հետևյալ վերտարումը ունի, Արտադրության նախարարի պարտականությունը կատարվեց 23 թվականի մայիսի 24-ի տիպ 42 որոշման ներկայացված միջնորդություն առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթի կարճելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ։ Օրինակը դա կոնսուլտēt տարիներ, օրինակը միանգամից տվել, ընթացքում նաև մենք ծանոթանանք, եթե ունենք այս օրինակը նախարարի ներկայացուցիչների դրամա։ Հավասարապես նույնն է, երկուսն է գործելից։ Նույնն է, նայ։ Ծանոթերքում հաստատենք հայտարարությունը նույնն է։ Եթե տարբերություն լինի, խնդրեմ ընդհատեք հայտարարությունը։ Այդ ընթացքում դուք խոսեք, ես ընթացքում կարծեմ, որ տարբերություններ նկատեմ, կարող եք մի բաներ կամ բաղեր, ես ես ընդհատեմ։ Այս 13 էջից բաղկացած հաստատող ներկայացվեց, խնդրեմ բովանդակային արմար արժեն ժամանակի սովությունը հաշվի առնելով նախագահի հորդորները, նախապատմությունը չեմ ընթերցի, կազարդառնալ միջնորդության հիմքին և հիմնավորումներին։ Այսպես, դատական օրենսգրքի 141-րդ հոդվածով համաձայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկվում բարձրագույն դատական խորհուրդը։ Վարույթը պետք է իրականացվի կամ իրականացվի օրինականության դատական գործունեության չմիջամտելու, դատավորի և դատանի անկախությունը հարգելու, հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակություն ունեցող կարգապահական ուժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա։ 144 հոդվածի առաջին մասի երկրորդ կետի համաձայն վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից օրենքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները դիտավորության կամ կոպիտ անկյունության խախտելու հիմքով։ Խախտումը վարույթ հարուցող մամի կողմից հայտնաբերելուց հետո եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց 1 տարի հետո։ Բացառություն են կազմում 67 հոդվածի առաջին մասի 15-ից 16-րդ կետերը, դրանցով նախատեսված վարքագծի խախտումները։ 147-ի առաջին և երկրորդ մասերի համաձայն հարուցված կարգապահական վարույթի տևողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության ԲՏԽ-ի դիմելը չի կարող 2 ամսից ավել լինել։ Նույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետը կարող է հարուցող արմի որոշմամբ դատավորի բացակայության պայմաններում, դա չգիտեմ, անաշխատունակություն, գործողում եւ այլն, ժամանակահատվածով կարող է երկարաձգվել։ Դատավորի բացակայության հիմքերի եւ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը վարույթ հարուցող մամլին տրամադրում է համապատասխան դատարանի նախագահը։ 150 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի համաձայն պատասխանատվության ենթարկելու հարցը բացառիկ դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ստանալու պահից եռամսյա ժամկետում։ Բացառիկ դեպքերում դատարանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը ԲՏԽ հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի քան 3 ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում դրա կատարման անհրաժեշտ ժամանակահատվածով կամ ժամկետով։ 150 հոդվածի համաձայն ԲՏԽ մերժում է դատարանի պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե առկա է 146 հոդվածի 6-րդ մասով, 147 հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք։ Վարույթը հարուցած մամլինը և երկրորդ կետի համաձայն վարույթը հարուցած մամլինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար օրենքով սահմանված ժամկետներ և դատավորը համաձայն այդ հիմքով վարույթի կարճման։ Հաջորդը 2 կետը օրենսգրքի 10-րդ հոդվածը արտացոլում է սահմանադրական սկզբունքն առ այն, որ բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև։ Դատարանի կողմից արդարացիություն և որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացնել, իսկ խտրականությունը կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքան վիճակից, ծննդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական այլ սոցիալական բնույթի հանգամանքներից արգելվում է։ Յուրաքանչյուր ոգի գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունքի վկայակոչելու ներկայացման փաստերով այդ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունը դատարանը անդրադառնում է իրավական փաստարկերին։
Այս համարտական կարգավորման համատեքստում վկայակոչվում է ԲԴԽ 2022 թվականի նոյեմբերի 3-ի թիվ ԲԴԽ 80-վ-Կ-21 որոշումը։ Հղումը տրված է, կարող եմ մասնապես նախարարության ներկայացնել, եթե ցանկ չեն ծանոթանալ համապատասխան հղումի ինչպես նշեց, տրված է էլեկտրոնային տարբերակներ կարող եք ուղարկել։ Այսպիսով, ԲՏԽ-ն անկարակուսելիորեն և հստակ արտահայտել է նշված որոշմամբ հետևյալ իրավական դիրքորոշումը։ Ուղղակի մեջբերում որոշումից։ Խորհուրդն արձանագրում է, որ վեր նշված իրավանորմը ժամկետին վերաբերող հանդիսանում է բացարձակ որոշակի իրավանորմ ու կամայական կամ հայացողական փոփոխության ենթակա չէ։ Եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետների վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ։ Ուստի օրենքով սահմանված եռացիա ժամկետի վերջում ակնկալվում է ունենալ արդեն ավարտված իրավական հետևանք։ Հաջորդ մեջբերումը վերոնշյալ իրավական կարգավորումների համատեքստում անվիճելի է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը խորհրդի կողմից պետք է քննվի և լուծվի եռամսյա ժամկետում, և միայն բացառիկ կամ օրենքով սահմանված այլ դեպքերում այդ ժամկետը կարող է երկարաձգվել։ Տվյալ եռամսյա ժամկետի նախատեսումը ինքնանպատակ չէ։ Դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետներ նախատեսելով և գործը քննող մարմնին այդ ժամկետներով սահմանափակելով, օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ։ Այն է հնարավորությունը ձեռնել որոշակի ժամկետներում քննել և լուծել հարցը, ապահովելով դատավորի համար գործի ողջամիտ ժամկետում քննությունը։ Հիմա հարց է առաջանում, ողջամիտ հարց, թե արդյոք օրենքով են սահմանված են հստակ ժամկետներ տվյալ իրադրությունում, թե չէ։ Մենք գտնում ենք, որ ժամկետներ սահմանված են, բացառապես վերը հիշատակված իմ կողմից արդեն իսկ ընթերցված կարգավորումներում ու այդ ժամկետները վաղուց լրացել են։ Այլ պարզաբանում առնվազն մենք մինչ այս պահը հաստատապես չենք ստացել։ Այդուհանդերձ հարկ է նաև փաստել, անդրադառնալ ԲՏԽ մոտեցմանը, որը կիրառվել է Արտուր Ստեփանյանի գործով մեջբերվում է 33-րդ էջից։ ԲՏԽ-ն արձանագրել է. անդրադառնալով միջնորդությանը Ստեփանյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետների լրացած լինելու հիմքով առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությանը, խորհուրդն այն անհիմն է համարում և գտնում է, որ ենթակա է մեղման։ Քանի որ Ստեփանյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին խորհրդի համապատասխան որոշման նոր հանգամանքի հայտ գալով պայմանավորված վերանայման հիմքը ծագել է օրենքով սահմանված ժամկետների պահպանման ընդունված խորհրդի համապատասխան որոշման կիրառված նորմի սահմանադրական դատարանի 25 թվականի ապրիլի 22-ին կայացված որոշմամբ սահմանության մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու արդյունքում։ Ու միաժամանակ հարկ է նշել, խորհրդի արձանագրումն եմ շարունակում, որ գործի վերաբերյալ նոր հանգամանքի ի հայտ գալը ի թիվս այլնի օբյեկտիվորեն պայմանավորված է ժամանակային գործոնով և նոր Երևան եկած կամ նոր հանգամանքներում վերանայման միջնորդություն կարող է բերվել օրենսգրքի 157 հոդվածի 2-3 մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում։ Հակառակ պարագայում նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտը ժամկետը լրանալու հիմքով պայմանավորված կվերածվի ինքնանպատակ գործընթացի և օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի ազդեցության գնահատման հնարավորությունը, ուղղակիորեն հակասելով սահմանադրական դատարանի 25 թվականի հուլիսի 29-ին վերաբերյալ կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը։ Այսպես, այս պատճառաբանությունը, թե վերանայման հիմքը ծագել է նախկին որոշման, սահմանադրությանը մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու արդյունքում և ԲՏԽ ժամկետների պահպանմամբ է նախաձեռնել վերանայման վարույթը, թերևս չի վիճարկում։ Սակայն արձանագրենք, որ թե այն, ոչ էլ այս դեպքում վերանայման վարույթը ավարտված է։ Կայացվել էր, այս գործով էլ կայացվել է համապատասխան 25 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը։ Ինչ վերաբերում է հաջորդ դատողությանը, թե միաժամանակ հարկ է նշել, որ որևէ գործի վերաբերյալ նոր հանգամանքի հայտ գալի թիվս անի օբյեկտիվորեն պայմանավորված է ժամանակային գործոնով, ապա պետք է փաստել, որ դա թերևս կարող է ընդհանրական առումով լինել ճշմարիտ դատողություն։ Սակայն այս դեպքում շրջանցվում է շատ մեկ կարևոր հանգամանք։ Այն է,
օբյեկտիվորեն ժամանակային գործոնի պայմանավորվածությունը ու կամ դրա առաջացումը պետք է լինի օրենքով, այլ ոչ թե հիմնված լինի զուտ տրամաբանության վրա։ Ու դրա բացական հետևանքները չի կարող դրվել որևէ դիմողի, դատավորի կամ կողմի վրա։ Հաջորդը, այն թե նոր Երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաբերման միջնորդությունը կարող է բերվել օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, դա բնականաբար օրենքով սահմանված ժամկետ է, սակայն դրանից ամենևին չի բխում, թե հակառակ պարագայում նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտը ժամկետի դրանալու հիմքով պայմանավորված կվերածվի իբր ինքնանպատակ գործընթացի եւ օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի ազդեցության գնահատման հնարավորությունը ուղղակիորեն հակասելով սահմանադրական դատարանի էլի ինչպես նշվեց ՍԴՕ 1791 որոշմամբ արտահայտված դիրքորոշմանը։ Պատճառը հետևյալն է. այս հարցը կարգավորված է մասնավորապես 157 հոդվածի 8-9 մասերով, ըստ որի ԲԴԽ-ն վերացնում է իր որոշումը եւ կայացնում է նոր որոշում, ու եթե ԲԴԽ-ն նոր Երևան կամ նոր հանգամանքներով վերացնում է որպես քաղաքապահական պատասխանատվության դատավորի լիազորությունների դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին։ Օրինակ, տեսեք, ոնց է դատավորը զգանում։ Պարոն դատավոր Մելքումյանի մասով որոշումը։ Ուղղակի նայեք, ձեր կայացած որոշումը։ Մի նկատի ունեմ բարձրագույն դատական խորհրդի։ Ավանդույթ է, որտեղ խորհրդի կողմից կայացված որոշումն է, բայց երբ որ ասում ենք Մելքումյանի գործը, Մելքումյանի գործով բովանդակությունը ուրիշ է, եթե ինչ-որ բանի մասին խոսում ենք, պետք է մանրամասն խոսենք։ Չեմ ցանկանում։ Ինձ մի ընդհատ է, եթե չեք ցանկանում, ուրեմն եղել ցիտեք, որտեղ երբ որ ցիտում եք ու դրանից հետո դրա մանրամասները չի ներկայացում, դա պարզություն ստեղծում, որ բացարձակապես նույն իրավիճակի մասին են խոսում, բայց այնտեղ դեռ ուրիշ վիճակ է եղել, այստեղ դեռ ուրիշ վիճակ է, ամենայն դեպս իմ դեմքական տարբեր են իրավիճակները, գուցե բաներ կան, որ նույնանում են իրավիճակներ կամ նույնանում են, բայց այնտեղ նաև իրավիճակ է, որ տարբերում են, նյութական ռոբի մասն է, խոսքը արտասահմանադրական ճանաչվելու եւ այլն։ Սա էս մասով, եթե ես ճիշտ եմ հասկացել, թե ում կամ որ գործի մասին է խոսքը։ Այո, եթե թույլտակ շարունակեմ, ես ձեզ խնդրում եմ ձեր գնահատականները որոշման մեջ զետեղել, իմ փաստարկումը չընդհատել, ճիշտ եք ասում, բայց ընդհանրապես արձագանքելով ասեմ, որ հա, մեկ է նյութական խախտման մասն է խոսքը, բայց համանման իրավիճակները սահմանադրական որոշման Սահմանադրական դատարանի որոշումից հետո ԲՏԽ-ն կայացրել է մեկ որոշումով վերանայելու եւ հասկացած ասենք խնդրում եք ասում եք որ այն դիրքորոշումները որոշման մեջ հետևեմ, այսինքն դուք ուզում եք ինչ-որ բան խոսեք, դրա պատասխան չստանաք, այդ պատասխանը որոշումը ստանաք։ Դե ես հիմա փաստարկում եմ։ Ինչ-որ բան վիրավորական դուք ընդհատում եք, կապում եմ։ Չէ, վիրավորական բան առհասարակ չկա, ես փաստարկում եմ, դուք ընդհատում եք։ Թեև ինձ այս ֆորմատը ավելի հաճելի է կամ ավելի ընդունելի է իմ համար, որ ընթացքում նաև քննարկում անենք։ Բայց քանի որ փաստարկում եմ, դուք գնահատական եք տալի փաստարկման։ Ես գնահատական չեմ տալի, նույն փաստարկն եմ ներկայացնում։ Ես էլ եմ փաստարկում, որ դուք ասում եք նույնանման իրավիճակում ես ինչի վերաբերյալ գործով, ես էլ ասում եմ նույնանման իրավիճակ չի։ Իսկ Մարտիրոսյանի վերաբերյալ գործը նույնանման է, պարոն Աթաբեկյան։ Չեմ անում Մարտիրոսյանի գործը։ Բայց վկայակոչեցի։ Վկայակոչեցի, որ ԲՏԽ-ն ասել ժամկետներ իպերատիվ են, դրանք չպահպանելը հանգեցնում է կամայականության։ Այսինքն դրան էլ եք ուզում անդրադարձել են։ Արդեն անդրադարձել են։ Ինձ համար տարբերություն Ու նաև մեկ դիտարկում անեմ, դատավոր թե Մարտիրոսյանը, թե Մելքումյանի կողմից շատ հարգված գործընկերներ են, նրանց ակտերը վկայակոչում եմ, ես ոչ թե ուզում ասեմ, նրանց նկատմամբ ԲՏԽ-ն գտնվել է բարեհաճ կամ, չգիտեմ, արտոնյալ կարգավիճակ են ունեցել, հակառակը։ Ես ասում նրանց նկատմամբ օբյեկտիվ է գնահատական եղել եւ պահանջում են ոչ խտրական վերաբերմունք իմ նկատմամբ։ Այս տրամաբանությամբ եմ ուզում նշել ուղղակի։ Ձեր դիմի նախագահում ենք լսել ենք, այդ դուք դրա մասին խոսում եք, որ նույնանման փաստական հանգամանքներով դատական ակտերը վկայակոչելու մենք այդքան հասկացել։ Շնորհ շարունակենք։ Շարունակում եք։ Այո, շնորհակալություն։ Մինչդեռ ԲՏԽ-ն իր որոշումները վերացնելուց հետո նոր որոշում չի կայացրել, դատարանը չի վերականգնել, սակայն քննություն է իրականացնում։ Ավելի սահմանադրական դատարանը ԲՏԽ-ի օրենքին տրված մեկնաբանություններն ու իրավարական պրակտիկան
Սահմանադրությանը հակասող ճանաչելով բնավ չի անդրադարձել ժամկետների հարցին, կամ ԲՏԽ-ին չի շնորհել նոր ընթացակարգ կամ ժամկետներ, առավել ևս, որոնք նախատեսված չեն օրենքով։ Ընդ որում, ԲՏԽ անդամ Երանուհի Թումանյանցի 26 թվականի հունվարի 16-ի դատական նիստում արված արձանագրումը, որը հղում էր կատարում դիմողի վերաբերյալ վերջին որոշման 35-րդ կետում արձանագրածին, որն էր իր հերթին պարունակում է հղում ՍԴ Սահմանադրական դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի ՍԴՕ 1114 որոշմանը, վերաբերում է օրինակ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներին, եռաշրջան դատական համակարգի առկայությամբ կարգավորումներին ու որևէ կերպ չի կարող չեզոքացնել դատական օրենսգրքի կարգավորումները։ Իզուր չէ նշել, որ ԲՏԽ-ն արդեն երկրորդ անգամ է փորձ կատարում ճակերտներում ծաղկաքաղանել ՍԴ որոշումների արձանագրածները, դրանցից դուրս բերելով առանձին բառեր։ Վերջին անգամ 24 թվականին ՍԴՕ 1729 որոշման 3-րդ կետից վերցվել էր, ուղղակի մեջբերում։ Խորհրդի կողմից կիրառված սանկցիայի ազդեցությամբ դատական նիստերի դահլիճում վարույթի մասնակցելու անհնարինության պայմաններում դիմողն ի վիճակի չի եղել ներկայացնել իր դիրքորոշումները նույնիսկ գրավոր կերպով։ Սա սահմանադրական դատարանի որոշման արձանագրությունն է, նախադասությունն է, բայց ստեղից խորհուրդը ենթադրել է, թե ՍԴ-ն ԲՏԽ-ին առաջարկում է գրավոր կերպով դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն ընձեռել բացառապես։ Եվ որ ասում նույնիսկ գրավոր, ԲՏԽ-ն ասել է, թե պետք է ուղղակի գրավոր առաջարկել կողմին։ Այսինքն նույնիսկ գրավորի հնարավորություն չի տրվել, բայց ԲՏԽ-ն ասում է, չէ, ՍԴ-ն ասել է, որ գրավոր տաս բավարար է։ Ու այս նույն տրամաբանությամբ, այս նույն մեկնաբանությունն է շարունակվում։ Բայց մենք արդեն գործ ունենք պրոֆեսիոնալ կազմի կողմից, լավագույն դատավորների, լավագույն գիտնականների կողմից սահմանադրական դատարանի սահմանադրության սխալ կիրառման ու մեկնաբանման հետ, որը իրականացվում է դատավորի գործով։ Եվ սա ուշադրությունը հրավիրելու նաև նպատակ էր բարձրաձայնելը, որպեսզի երրորդ անգամ դա չարվի, որ սահմանադրական դատարանի որոշումները, սահմանադրությունը այլ կերպ չմեկնաբանվի։ Հաջորդում, կամ շարունակում եմ, առնվազն, ինչպես նշեցի, ոչ թե օրենքի բացահայտել կամ հակասահմանադրական օրենքի պատճառով ԲՏԽ-ն խախտում է կատարել, այլ սխալ է մեկնաբանել ու կիրառել սահմանադրությունը, ինչը փաստվել է առնվազն ՍԴ որոշումներով։ Այսքանը միայն բավարար է փաստելու, որ ԲՏԽ-ն Արտուր Ստեփանյանի գործով ընդունած որոշումը, դիրքորոշումը չի կարող սույն միջնորդության համատեքստում դիտվել օրինական պատճառաբանություն այն մերժելու համար։ Ավելորդ չի նաև նշել, որ համանման իրավիճակում նմանատիպ դատողություններ իրեն թույլ էր տվել նաև Ուկրաինայի կառավարությունը։ Սրանից երևի 15 տարի առաջ Օլեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի գործով մեջբերումը արված է։ Մասնավորապես այդ գործով դատավորը միեդում պնդել էր, որի նկատմամբ վարույթը պետք է ընթանար այն ընթացակարգով, որը պարունակում է կարգապահական պատասխանատվության կիրառման վավերության ժամկետներ, եւ այդ երաշխիքը չկիրառելը խաթարել է արդար դատաքննությունը 132-ից 133-րդ կետերից դատավորի դիրքորոշումը։ Իսկ կառավարությունը, ոնց որ հիմա կամ ԲՏԽ, Ուկրաինան վիճակում էր այնտեղ բողոքը եւ փաստացի ասում էր հետեւյալը. դատավորի կարգավիճակը ենթադրում է պատասխանատվություն։ Իսկ երբան խախտումը ծանր խախտում է ուսումնի նման դեպքերում ժամանակային սահմանափակումներ, վաղեմության ժամկետներ կիրառելի չի։ Տես 134-րդ կետ։ Ինչ ասեց մի հետը կանդրադառնանք դրան հաջորդին այս դիրքորոշումների կապակցությամբ, հիմա հաջորդ կետին անդրադառնամ 2-3 կետը։ Վերադառնալով ելի ներպետական կարգավորումներին, ԲՏԽ-ն 22 թվականի նոյեմբերի 3-ին համապատասխան ԲՏԽ 80 ՎԿ գիծ 21 որոշմանը ու դրանում ամրագրված դիրքորոշումներին, ապա ուղղակի մեջբերմամբ պետք է ու կարելի անել հետևյալ դատողությունը։ Ժամկետային վերաբերող իրավանորմը հանդիսանում է բացարձակ որոշակի իրավանորմ, թե կամայական, թե հայացողական փոփոխության ենթակա չէ։ Ու քանի որ օրենքով հաստատ սահմանված են ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից եւ յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետների վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ։ Հակառակ մեկնաբանումն էլ չի բխում օրինականության սկզբունքից,
այդտեղ վրիպակ ունեմ գրավոր տեքստում, օրենքով ուղղակի նախատեսված եղանցյան ժամկետի վերջում ավարտված իրավական հետևանք չունենալու դեպքում վարույթը պետք է կարճվի, ինչպես արվել է այդ դատավորների դեպքում, բացառելով խտրական կամայական վերաբերմունքը։ 2.4 Հավելյալ պետք է նշել, որ ԲԴԽ այս մոտեցումը ամրագրված է նաև ավելի վաղ, ինչպես նշվեց այդ Օլեքսանդր Վոլխովն դեմ Ուկրաինայի գործում, որը փաստերը համանման են այս գործի հետ։ 137-րդ կետով ՄԻԵԴ Ներողություն եք ձեռքի տակ կային, մինչև 175-րդ կետը։ Հարգելի խորհուրդ, ես սկսեմ, հետո ձեր թույլտվության գործընկերը կշարունակի։ Ըստ էության, լսելով պարոն Հարությունյանի միջնորդության հիմքերի հիմնավորումները մի քանի կետով անդրադառնանք։ Նախ հարգելի խորհուրդ, հարգելի գործընկերներ, մենք ըստ էության վարքապահական վարույթ հարուցելու փուլը արդեն անցել ենք եւ հետեւաբար մենք կարելի դրանց մասով ժամկետների մեջբերում եւ ժամկետների անդրադառնալ այլևս արդիական չէ եւ չի կարող անդրադառնալու վարույթի ճակատագրի վրա։ Մասնավորապես դատական օրենսգրքի 144-րդ հոդվածը, որը նախատեսում է վարույթ հարուցելու ժամկետները, այստեղ ֆիքսված են, նյութայրավական ասպես կոչված ժամկետները, որի շրջանակներում վարույթը կարող է հարուցվել լիազոր մարմնի կողմից եւ չմտնելով մանրամասների մեջ նշեմ, որ մենք այս ժամկետներում ժամանակին տեղավորվել ենք եւ ներկայացրել ենք բարձրագույն դատական կարգապահական վարույթ ենք հարուցել եւ ներկայացրել ենք միջնորդությունը բարձրագույն դատական խորհրդին։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ այս ժամկետները այդ փուլը պահպանված են եղել, այդ փուլը մենք արդեն անցել ենք, միջնորդություն է ներկայացվել բարձրագույն դատական խորհուրդ եւ հիմա որ կարող ենք ինչ որ չափով խոսել, մեր կարծիքով դա խոսքը դատավարական ժամկետների մասին կարող է խոսք գնալ, այլ ոչ թե նյութայրավական, որի մասին ես նշեցի։ Այլապես մեր կարծիքով իմաստազուրկ է դառնում բարձրագույն դատական օրենսգրքի այն կարգավորումները, ըստ որի եթե իհայտ են գալիս նոր Երևան եկած եւ նոր հանգամանքներ, ապա ուրեմն այդ հիմքերով վերանայման միջնորդություն կարող է վերվել 3 ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ քան 20 տարի, այսինքն դատական օրենսգիրքը սահմանել է բարձրագույն դատական խորհրդի որոշումների ուժի մեջ մտնելուց հետո 20 տարվա ժամկետ նոր հանգամանքով կամ նոր Երևան եկած հանգամանքով որոշումների վերանայման համար եւ եթե առաջնորդվենք պարոն Հարությունյանի ներկայացրած դիրքորոշման, ստացվում է, որ երբևէ այս նորմը չի կարող կիրառվել, որովհետեւ ակնհայտ է, որ այդ ժամկետները անցնելու են նոր հանգամանքի կամ նոր Երևան եկած հանգամանքների իհայտ գալու, մինչև այդ հանգամանքների իհայտ գալը։ Եթե օրենսդիրի նման ժամկետ է սահմանել, ապա տրամադրին ենթադրել է, որ այն բոլոր ժամկետները, որոնք կարող են առերևույթ կամ ֆորմալ առումով պահպանված չլինեին այդքան տարի հետո, դրանք պետք է հաշվի չառնվեն։ Այլապես նման մեկնաբանման պարագայում ստացվում է, որ լիազոր մարմինը մշտապես զրկված է լինելու իր գործը ներկայացնելու իրավունքից, եթե դատավորը դիմի նոր հանգամանքով կամ նոր Երևան եկած հանգամանքով վերանայման համար, որովհետև տվյալ դեպքում միշտ կարող է դատավորը հղում կատարել ժամկետների ֆորմալ չպահպանմանը եւ դրա արդյունքում օրինակ ըստ դատավորի մեկնաբանման պետք է գործի վարույթը կարճվի եւ դրանով զրկելով լիազոր մարմնին իր գործը, իր միջնորդությունը ներկայացնելու իրավունքից։ Մյուս հանգամանքը, որի մասին կուզեի նշել, դա այն է, որ ամեն դեպքում բարձրագույն դատական խորհրդի որոշումը Արտուր Ստեփանյանի վերաբերյալ վերջնական է եւ նրա հիմնավորվածության ու օրինականության կանխավարկածն է գործում, որպես դատարան ընդունված որոշում է, ընդ որում 1 ամիս է անցել կամ քիչ ավել այդ որոշումից, այնպես չէ, որ մեր կարծիքով, որ իրավունքի զարգացման խնդիր կա եւ մեր կարծիքով բարձրագույն դատական խորհուրդը ըստ էության այդ որոշման մեջբերված դիրքորոշումներից շեղվելու կամ այլ դիրքորոշում արտահայտելու մեր կարծիքով օբյեկտիվ հանգամանքներ չկա, որովհետև ըստ էության հանգամանքները նույն են երկու գործով այս ժամկետների
պահպանման առումով։ Իսկ այն հարցին, թե ինչքան ժամանակում պետք է քննի բարձրագույն դատական խորհուրդը այս գործը, մեր պատկերացումը այն է, որ դեկտեմբերի 12-ին, երբ բարձրագույն դատական խորհուրդը ընդունել էր որոշումները վերանայելու վերաբերյալի քննարկելու մասին որոշումը եւ դրանցով ներողություն վերացրել է նախկին որոշումը եւ նոր որոշման կայացման համար դատական նիստ է նշանակվել։ Սա է ըստ էության մեր պատկերացման միջնորդության քննության սկիզբը եւ այս վարույթի սկիզբը եւ այդ պահից է բարձրագույն դատական խորհուրդը ընդունելով դատական օրենսգրքի 50-րդ հոդվածի առաջին մասը ունի երամսյա ժամկետ այս գործը քննելու համար։ Եվ եթե նաև պարոն Հարությունյանի դիրքորոշման առաջնորդվենք, ստացվի, որ օրինակ եթե փորձեմ անալոգիա անել, եթե այլ դատարաններում օրինակ նոր հանգամանքով վերանայման գործ է քննվում, այնպես չէ, որ կողմը նոր հայցադիմ է ներկայացնում կամ այնպես չէ, որ կողմը ստիպված է պահպանել հայցային վարության ժամկետները, որոնք արդեն անցել են, սա զուտ որպես համառություն, որ տվյալ դեպքում նոր հանգամանքով քննության ժամանակ այս ժամկետներին անդրադառնալու անհրաժեշտություն առկա չէ եւ գործընկերը շարունակի ձեռքբերությունը։ Արգելքորդ երկրորդելը գործընկերոջս կանդրադառնամ Ալեքսանդր Վոլկովն դեմ Ուկրաինայի գործի փաստական հանգամանքները արտահայտած իրավական դիրքորոշումներին սույն վարույթի նկատմամբ կիրառելիության եթե քննարկվող որոշման 133-րդ կետը նայենք, որտեղ որպակեորեն նշված այն պահանջը կանոնի դառնքի ընդհանրյալ խախտումը, որ Ալեքսանդր Վոլկովի կողմից բարձրացվել է միեդումի դիմում քննության ընթացքում, տեսնում ենք, որ այնտեղ խոսքը գնում է առողջ լավանության ժամկետի մասին։ Անվիճելի է ընդհատվում է, որ առողջ լավանության ժամկետը ոչ թե դատավարական ինստիտուտ է, այլ նյութաիրավական ինստիտուտ է, այսինքն իրանից նյութաիրավական նյութական իրավունքի կոմպոնենտը հանդիսանում, ինչ վերաբերում է արդեն նյութական իրավունքի կողմից վաղեմության ժամկետների, առողջ վաղեմության ժամկետի պահպանվածությանը, գործընկերս արդեն անդրադարձավ խոսքը այստեղ երամսյա ժամկետի մասին, որը խոսքը գնում է արդեն դատավարական իրավունքի ժամկետների եւ երամսյա ժամկետում քննության մասին է խոսքը, հետեւաբար մեր հետևությունը այստեղ այն է, որ Ալեքսանդր Վոլկովն Ուկրաինայի գործի արտահայտած իրավական դիրքորոշումները վաղեմության ժամկետի մասով սույն վարույթի քննության ընթացքում կիրառելի չեն, որովհետև դրանք այստեղ ամբողջությամբ պահպանված են։ Ինչ վերաբերում է նաև համադրության եւ համեմատության քրեական դատավարության եւ սպանության համար սահմանված վարչության ժամկետի եւ այլն վերաբերյալ ուղղակի մեկնաբանություն մեր կողմից բնականաբար ցանկացած արարքի համար որևէ սահմանափակում վարչության ժամկետի պետք է լինի քրեական արդարադատության ոլորտը կարգավորող օրենսդրությունը այդ հարցը ամբողջությամբ կարգավորվում է այն համատեքստում, որ օրինակ Առաջվաղության ժամկետը ընդհատվում է անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու բառից, գործող օրենսդրության մասին է։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթները արգելքի խորհուրդ առիթ են ունեցել բազմիցս նշելու, որ in persona, այսինքն անձի դեմ ուղղված վարույթները որոշակի կարող են համադրություն անցկացնել, որ այն բառից սկսված, երբ որ դատավորի նկատմամբ հարուցվում է կարգապահական վարույթ, այդ բառից սկսած ունենք անձի դեմ տեղի ունեցող վարույթ։ Այսինքն այս տրամաբանության մեջ, այնպես ինչպես քրեական հետապնդում հարուցելու որոշմամբ առողջ վարության ժամկետը ընդհատվում է, այդ տրամաբանությամբ պատահականություն դատական օրենսգիրքը հենց վարույթ հարուցելով է պայմանավորում առողջ վարության ժամկետը, այսինքն կարգապահական վարույթ հարուցելու բառից վարության ժամկետ ասվածը արդեն իսկ ընդհատվում է, եւ այլ վարության ժամկետները պահպանված են։ Դատական օրենսգրքի նորմերի համակարգային մեկնաբանությունը հենց թույլ է տալիս եզրակացնել, որ այն դեպքերում, երբ որ սահմանված է վարության ժամկետ, նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման կամ վարչության կանոնի խախտման, այդ ժամկետը պայմանավորվում է հարուցվելու։ Այսինքն հենց այդ հոդվածը սկսում է հենց հետևյալ կերպ, դատավորի նկատմամբ կարող է հարուցվել ու եթերներով պայմանները շարունակվում են։ Այս համարների խորտ շնորհակալություն։ Շատ ձեզ մենք շնորհակալություն խորհրդի Անդրեան Ես թույլ կտակ անդրիքով անհրաժեշտ շնորհակալ նախարարության դիտարկումների
Ճիշտ է։ Հա, չէ, ոնց ճիշտ է ամեն։ Մենք հարցեր ունենք, որ ինչ է ուզում ասել։ Նախորդին իմերի կապակցությամբ կարճանարարցից։ Մենք անդրադարձում անդրադառնանք արձագանքելու հարցում չեն։ Դու ստացվում դու արձագանքի իրենք արձագանք